Այս տեսանյութում կխոսենք Արաքս գետի անվանումների մասին։ Այն ունի բազմաթիվ անվանումներ։ Հին կտակարանում Արաքսը կոչվել է Գիհոն կամ Գեհոն, դրախտի 4 գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում Երասխ, Արաքս, արաբականում Արազ։ 9-րդ դարի պատմիչ Յակուբին Արաքսն անվանում է Դվնա գետ, Դվին քաղաքի անվանումով։ Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի Թորան Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին բլրի վրա և իր անունով կոչվում Արմավիր, իսկ գետը կոչվում է Երասխ իր Թորան Երաստի անունով։ Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի 2 լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ընձեռնվում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին, լքելով իր հայրենիքը։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս։ Այլազգի առևանգիչները փախցնում են հայ երիտասարդի սիրած աղջկան։ Երիտասարդը գնում է նրան ազատելու։ Երկար որոնումներից հետո նա սիրածին գտնում է առևանգիչների գրկում։ Տեղնուտեղը սպանելով նրան, երիտասարդը ազատում է սիրածին։ Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե տղային, թե աղջկան։ Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները։ Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին։ Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից։ Մեկ այլ ավանդության համաձայն Նոյի դստրերից մեկի անունը Արազ է, որից էլ իբր առաջացել է Արաքս Արազ անունը։ Աճոյանը Արաքս բառը ստուգաբանում է խփել, խլել փայով։ Հին աշխարհի հեղինակները Արաքս անունը կապել են նրա աղմկոտ լինելու հետ, որով Արաքս հունարեն նշանակում է աղմկել։ Որոշ մասնագետներ էլ Արաքսը մակաբերում են արագ բառից։ Անահիտ Փերիխանյանը գրում է, որ հին հայերենում հաճախ ե հնչյունը բառասկզբում փոխվում է այի, օրինակ երազ, արազ, երասխ, Արաքս։ Մի շարք բանասերներ էլ արմատի մեջ տեսնում են արև, արփի, արեգ իմաստները, նաև լույս, փայլ, մեծություն, զորություն, արիություն։ Հրաչյա Աճարյանը գրում է, որ 19-րդ դարից Արաքս գետի անունը հայերի մոտ սկսեց գործածվել որպես իգական անուն Արաքսի, Արաքսիա, իսկ վրաց աղբյուրներում այն կոչվում է Արեզ։